Հայաստանում գործող ժամանակակից ջերմատնային տնտեսություններում արտադրվող ծաղիկների որակը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին եւ կարող է մրցունակ լինել եվրոպական շուկայում։ Ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստան-հայկական ծաղկային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին ընդգծեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով Հայաստանի ջերմատնային տնտեսությունների մի մասը տեխնոլոգիական առումով համադրելի է ԵԱՏՄ երկրների լավագույն տնտեսությունների հետ։ Եվ դա մեծ հնարավորություն է տալիս Եվրոպական միության շուկա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանում իրականացնել եւ մենք հիմա նաեւ մեխանիզմներ ենք քննարկում օրինակ վարդի մասով Եվրոպական միության շուկա դուրս գալու։ Պապոյանի խոսքով, որպեսզի առաջիկա տարիներին Հայաստանը որևէ շուկայից կախվածության մեջ չլինի, արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացվում են։ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է նաեւ Հայաստանից Եվրոպական միության արտահանումը 25 թվականի համար։ Հարցին, եթե Հայաստանը ռուսական կողմի հետ դժվարություններ ունենա, օրինակ ծորենի ներմուծման կամ գազի հետ կապված, արդյոք կա գործողությունների մեկ այլ սցենար։ Պապոյանը վստահեցրեց, որ այդ բոլոր մեխանիզմները կան, մշակված են, սակայն իշխանությունը հավատացած է, որ լրագրողի նշած բացասական սցենարը տեղի չի ունենա։ Ընդհանուր առմամբ այն քաղաքական փոփոխությունները, որոնք որ մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում օրինակ սահմանի բացում, տեսեք օրինակ այսօր ամբողջ աշխարհում 2-3 անգամ բենզինի գներն ավելացել է, Հայաստանում ավելացել է մի քանի %։ Ինչու է այդպես? Որովհետև մենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզելային վառելիք բերենք այլ շուկայից։ Պետքա կարողանանք նույնը անենք սորենի դեպքում, պետքա կարողանանք նույնը անենք մյուս ապրանքների դեպքում, որ ոչ թե որևէ մեկից կախված լինենք, այլ մենք կարողանանք ազատ մանևրենք։ Պապոյանը ընդգծեց, որ Հայաստանը ունի ծորենի անհրաժեշտ պաշարներ, ունի մատակարարման դիվերսիֆիկացված աղբյուրներ եւ կայուն ստանում է ու կստանա ծորեն։ Այդ մասով ըստ նախարարի քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է։ Ինչու է իշխանությունը հիմա հիշել Արարատի ցեմենտի գործարանի պետականացման մասին։ Այս հարցին Պապոյանը հակադարձեց. իշխանությունը հիմա չէ, որ հիշել է, այլ դատախազությունն է հիմա իրավական հիմքերը գտել։ Եթե 2018-ին գտնեինք, 2018-ին ենք անելու, 20-ին, 20-ին, 28-ին գտնեինք, 28-ին ենք գտնել, թե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետևից որ դեռ չենք գնացել, բայց դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չեն գնալու, դա իրենք սխալվում են, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք եւ այդտեղ որևէ կոմպրոմիս, որևէ օլիգարխի հետ չի կարող լինել։ Թե ինչպես են ցեմենտի գործարանը վերադարձնելու պետությանը, նախարարը բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը, ըստ որի գործարանը ոչ միայն հարկվում է, այլև 22.5% շահութահարկ է վճարում պետական բյուջե։ Ըստ Պապոյանի, այդ գումարներով էլ մարդիկ անվճար օգտվում են առողջապահական ապահովագրությունից կամ ստանում բարձր թոշակ։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։